Մեծ է անորոշությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Նոր ռեկորդներ է սահմանում ազնիվ մետաղի գինը, հունվարի 30-ի դրությամբ հասնելով մինչև 63,000 դրամ 1 գրամի համար։ Դրան զուգահեռ աճում է անվստահությունը դոլարի նկատմամբ։ Ճգնաժամի այսպես զգացողությունը մեծ է եւ ներդրողները նախընտրում են իրենց գումարները ավելի շատ պահել ոսկում։ Դրան գումարած կա որոշակի սպեկուլյացիա, այսինքն մարդիկ ոսկուի սկսել են առնել, տեսնելով որ ոսկու գինը թանկանում է, եւ սա էլ ավելի այսպես ձնագնդի էֆեկտ է առաջացրել։ Իրավիճակը էլ ավելի այսպես սրվեց Տրամպի իշխանության գալով, Տրամպը սկսեց տնտեսական պատերազմները մաքսատուրքերի բարձրացման միջոցով եւ դա լրացուցիչ անորոշություն ստեղծեց համաշխարհային շուկայում, որ կարող է քանդվել համաշխարհային տնտեսական հիմքերը եւ այս պայմաններում մարդիկ նորից զգացին որոշակի վտանգ, որոշակի ճգնաժամ եւ իրենց գումարները փորձում են տեղափոխել այսպես կոչված խաղաղ նավահանգիստներ միջև այս ցունամին անցնի։ Ժամանակակից նանոտեխնոլոգիաների չիպերի արտադրության մեջ մեծ քանակությամբ օգտագործվում են հազվագյուտ մետաղներ, որոնց պահանջարկը եւս նպաստում է համաշխարհային տնտեսության մեջ ոսկու, արծաթի գների շեշտակի աճին եւ ոչ միայն։ Պղնձի, մոլիբդենի, պլատինի, պալադիումի արժեքները նույնպես բարձրացել են։ Բացի այդ համաշխարհային այսպես տնտեսությունը լրացուցիչ անվստահություն $1 նկատմամբ պայմանավորված Տրամպի քաղաքականությամբ սա եւս իր ազդեցությունն է թողնում։ Այսինքն մենք բազմաթիվ գործոնների հետ ներկայումս գործ ունենք, որոնք այս կամ այն չափով ազդում են։ Օրինակ մեր հարևան Իրանում դոլարի փոխարժեքը կտրուկ աճել է, դա արդեն իրենց ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Այս տեմպը շարունակվելու դեպքում մենք ունենանք նաեւ որոշակի գնաճ համաշխարհային տնտեսության մակարդակում։ Հայաստանի ֆինանսական շուկայում դրամը ներկայումս ցուցաբերում է հարաբերական կայունություն հիմնական արժույթների նկատմամբ։ $1 արժեքը պահպանվում է մոտավորապես 380 դրամի սահմաններում, եվրոինը 450, իսկ ռուբլին հասնում է 5-ի առանց կտրուկ տատանումների։ Ունենք տարբեր գործընթացներ, որոնք ամենը իր ազդեցությունն են թողնում համաշխարհային շուկայի վրա։ Նույն օրինակ համաշխարհային շուկայի համար շատ կարևոր է նավթի գները։ Նավթի գների վրա էական ազդեցություն ունեն քաղաքական իրավիճակը Վենեսուելայի նկատմամբ, Իրանի նկատմամբ։ Այս ազդեցությունները շատ դժվար է գնահատել կարճաժամկետում, որտեղ դրանք անընդհատ փոփոխվում են եւ դրանց վրա այլ գործոններ են ազդում։ Եվրոպական միությունը որոշել է 2027-ից հրաժարվել ռուսական նավթից։ Փոփոխությունների նոր ալիքը անխուսափելի կլինի նաև սև ոսկու շուկայում։ Փորձագետները դժվարանում են երկարաժամկետ կանխատեսումներ անել, սակայն մի բան ակնհայտ է՝ ազնիվ մետաղի ռեկորդային արժեքը դեռ երկար կպահպանի դիրքը։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։